Դաժե երկրորդ հարգի մարդ են գելեր ստե առաջի հարկ։ 60-ականներին կառուցված այս շենքը խոնավությունից արդեն քարուքանդ է եղել։ Ամեն անզգույշ շարժումից հատակը փլվում է։ 90-ականներից այստեղ բնակվող Տիկին Բուրաստանը մեկ անգամ չէ, որ ընկել է։ Ընկել եմ, այդ ծադից ընկել տրախվել եմ։ Տրախվելի ոչ կրմեի, վերևելնեի ոչ կրմեի ներքևիշնեի։ Հուլիսի 19-ին Քարակերտ գյուղի Շիրազի փողոցի վթարային շենքում հերթական վտանգավոր դեպքն է տեղի ունեցել։ Փլուզվել է շենքի 3-րդ հարկի հատակը։ Թեև խնդրի մասին բնակիչներն արդեն 3 տարի բարձրաձայնում են, դիմումները սակայն շարունակում են մնալ վարչական ղեկավարի սեղանին առանց հստակ պատասխանի։ Մարսպետի մոդել եմ եղել, Դավիթ Խուդատյանի մոդել եմ եղել, Մեխաջյանի մոդել եմ եղել, Էսթազի մոդել եմ եղել, դրա մոդել։ Միշտ ընձիսել են հա լավտյանի հա չեմ հավատացել։ Փրկարարները ժապավենով են տարածքը սահմանազատել ու զգուշացրել՝ մի օգտագործեք պատշգամբները։ Տունն է միայն սեփականաշնորհված, ասում են շենքի բնակիչները, բայց պատշգամբը, մուտքը, տանիքը պատկանում է համայնքապետարանին։ Բնակիչներն առանց տեսախցիկների ասում են լողանալու համար անգամ Արմավիր քաղաք են գնում բարեկամի տուն։ Առաջին հարկի բնակարանը գնաց Դիլանյան եղբայրները չեն համարձակվում վերանորոգման աշխատանքներ սկսել։ Ասում են մեկ սխալ քայլ եւ կարող է ամեն ինչ փլվել նրանց գլխին։ Արդեն փոշմանել են, որ գնել են։ Մի տարի է մենք ենք առել։ Ու էս բանը դες բլած է եղել, որ մենք առել ենք։ Անձրևա խփե կամ 5-ը հինա, դրանից է շատ բան եղել փլե։ Համայնքապետի տեղակալն էլ պարզաբանում է, խնդրին ամբողջությամբ տեղյակ են։ Այն ներառված է առաջիկա ծրագրերում։ Իչև գարուն կլուծենք, խոստանում է։ Հիմա հասկանում ենք, հա, բաներ կա, որ փլվել է։ Պրոստը մենք չենք կարող այս պահին որոշենք ոնց կարելի է սրա վերանորոգումը կազմակերպել։ Տները սեփական են, մենք գյուղապետանով չենք կարող գումար ծախսենք։ Բնակիչները պատմում են, թե համայնքապետարանից, մարզպետարանից ամեն անգամ այսպես են համոզում, լռեցնում իրենց խոստումներով, թե հարցը կլուծենք։ Համայնքի ղեկավարի տեղակալը վստահեցնում է, խնդիրը լուծում կստանա, բայց արդեն հաջորդ տարվա ծրագրերում։ Իսկ մինչ այդ Քարակերտի Շիրազի փողոցում շարունակում են քնել արթնանալ բնակիչները, փլուզման վախը սրտում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։